Հայ ընտանիքներում դեռ պահպանվում են ավանդույթներ, որոնցով առաջորդվում են երիտասարդները։ Երեխայի դիմադրողականությունը բարձր լինելու համար հարկավոր է օգտագործել բանջարեղեններ, կոփել տարվա տարբեր եղանակին, որ չհիվանդանա։ Այս մասին փաստ է բազմազավակ մայր Ադելինա Եսոյանը, հավելելով, որ իր երեխաներին չի կպնում ոչ մի վիրուս, որովհետև ունեն բարձր դիմադրողականություն։ Բայց որպես ծնող ասեմ, որ ես վախենալու ոչինչ չունիմ իմ երեխեքիս առումով, որ վիրուս կա, որովհետև իմ երեխեքս ինչ ասած մեր պապական գեղական լիզվով ասեմ, մամայի բալա չեն եղել բամբակներում մեջ պահված, որ չկրնան վիրուսին դիմակային։ Նենոնք միշտ ծանոթներս բողոքվել են, որ երեխեքը դասեր են տունքուքան կուրտկաներ ու մուզներուն ցագած։ Նենոնք շոր կոպված երեխային պատրաստ ամեն փորձությանը դիմավորելու, հաղթահարելու, ինչպես որոշ չափով տեղյակ այդ սֆերային դժվար կտանին եւ վտանգավոր է քրոնիկ հիվանդություն ունեցողներուն համար։ Նա իտակ իրենց օրգանիզմը թույլ է, իմունային համակարգը թույլ է, վիրուսնա տեղ կգետնի, նայած դու ինչ կազդե։ Բայց երեխեքին համար վտանգավոր է համենայն դեպս ես այդպես գիտեմ, որ երեխա եմ սյոտիկի փոքր են, ինչ ասեմ, պետք է պաշտպանվել, պետք է զգուշ լինել, օրինակ մեր տունը առանց սեղտորի հեչ մեծ տեսակի այդ ճաշատեսակ մուբանում չեն ու դե հնարավորինս կաշխատին որ երեխեքը սեղտորը սիրենգը, սոխը սիրենգը, դաժե անգամ ջարդեն աղացանեն սոխը բերթուճկենեն, երևի իմ երեխեքիս առույգալելուն, կոպվածալելուն հիմք է դիգե, որ իրենց իմունային համակարգը արդեն իսկ ուժեղ է ու չունի մետածելու այդ առումով։